Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Հակոբյան, ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը կրկին կարևորել է այսպես Եվրամիության հետ համագործակցությունը, շատ ակտիվ եւ այլն, գրեթե իր ասելով մենք արդեն Եվրամիության ճանապարհին ենք, բայց ինչպես գիտենք, այնտեղ որևէ մեկը մեզ դեռ չի սպասում։ Այս ֆոնին նրա հայտարարությունը, որ կարող է գալ մի ժամանակ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գան։ Ինչպես է գնահատվում։ Ով է նման հայտարարություն արել, որ կարող է գալ մի ժամանակ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Փաշինյանը վերջին ջրբազրույցի ժամանակ, որ հնարավոր է, որ կան հնարավորությունը չի բացառել։ Տեսեք, դուք հիմա այնպես եք մեկնաբանում, ինչպես որ ուզում եք, բայց խոսքը եղել է շատ ավելի գլոբալ process-ների մասին։ ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, հարգելի գործընկերներ, ընդհակառակը մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ եւ այսօր քվեարկված համաձայնագիրը նաեւ քննարկված եւ քվեարկված դրա մասին էր վկայում եւ ես խնդրում եմ ձեզ որպեսզի նման օրակարգ չգեներացնել մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք եւ մենք դա գնահատում ենք։ Կներեք ձեռքբերում որն է համարում, որ ավելի շատ տալիս ենք ԵԱՏՄ-ին եւ ավելի քիչ ստանում ենք, նույնիսկ հանրային հեռուստաընկերությունն է այդ խնդիրը շատ ճկուն եք ձեր հարցերի մեջ, տեսեք։ Մենք տարիներ շարունակ ավելի շատ վերցրել ենք, քան տվել ենք։ Եղել են ժամանակներ, որ ավելի շատ տվել ենք, քան վերցրել ենք։ Եվ հակառակը ավելի շատ վերցրել ենք, քան տվել ենք։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ որ ձև կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵԱՏՄ-ի եւ մեր հարաբերություններում, անկեղծորեն։ Կլինի տարի, որ ավելի շատ կտանք, կլինի տարի, որ ավելի շատ կվերցնենք։ Այնտեղ հստակ սխեմաներ կան եւ այդ սխեմաները աշխատում են։ Օրինակ, պարոն Հակոբյան, կարող եք ասել, երբ ենք շատ վերցրել եւ երբ ենք շատ տվել։ Դա շատ հիմա տարիներ շարունակ է եղել, հարգելի Նարեկ, ես մինչև 2018 թիվը միանշանակ, դրանից հետո եւս մի քանի տարի, բայց եղել է իրավիճակ, որ դա փոխվել է։ Որպես թիմի անդամ նույն ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց այսպես Զանգեզուրի միջանցքի արտահայտության մասին եւ ասաց, որ Ալիևը պետք է պարզաբանի։ Դուք սպասում եք, որ Ալիևը կպարզաբանի։ Իհարկե։ Եվ տարածքային պահանջ է փաստորեն իր մեջ պարունակում, այդ դեպքում ինչ է նշանակում, որ մենք խաղաղություն ունենք արդեն։ Մի կողմից իշխող ուժը հայտարարում է, որ խաղաղությունը արդեն հաստատված է, մյուս կողմից ասում է Ադրբեջանը տարածքային պահանջ է, այսպես ներկայացնում, ասելով Զանգեզուրի միջանցք։ Գիտեք, այստեղ մեկնաբանման հարց է եւ վարչապետը բարձրաձայնել է խնդիր, որը կա, եւ այդ խնդիրը իհարկե պետք է նաեւ մեկնաբանվի։ Ես կարծում եմ, որ թե մենք, թե Ադրբեջանը գնում են խաղաղության, եւ այդ խաղաղությունը արդեն կարելի է ասել, որ հաստատված է, բայց խաղաղության process-ը ինքը եւս իրենց ենթադրում է որոշակի հարցերի պարզաբանում եւ օրինակ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ այն հարցերը, որ գոյություն ունեն թե մեր հասարակության մեջ, թե իրենց, դա պարզաբանվեն։ Պարոն Հակոբյան, էլի է ասել Նիկոլ Փաշինյանը, որ դեմ է որ Ալիևը նման արտահայտություն արեց, բայց Ալիևը կրկնեց եւս մեկ անգամ, երկրորդ անգամ, այսինքն ասածը բանի տեղ կոպիտ ասած չի դնում, մարդը շարունակում է պնդել։ Տեսեք, քաղաքական հարաբերություններում նման անձնական որակումները տեղին չեն։ Մենք անցել ենք շատ բարդ ընթացք, շատ բարդ, եւ ունենք հանգրվան, որը կոչվում է խաղաղություն, սա ամենակարևոր բանն է։ Արանքի միջանկյալ հատվածում ընկած հարցերը կպարզաբանվեն եւ իրենց լուծումները կստանան։ Պարոն Հակոբյան, ով վերջուկը ինքն էլ էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Հիմա Հայաստանի ընտրությունը ո՞րն է։ Դուք ասում եք, որ ԵԱՏՄ-ից մենք դուրս չենք գալու։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ որևէ այլ օրակարգ այս բանը չկա։ Ներողություն, ինչպես չկա, Նիկոլ Փաշինյանը որևէ, տեսեք, ԵԱՏՄ-ին վերաբերվող որևէ այլ օրակարգ այս բանը չկա։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք ԵՄ-ի ուղղությամբ, օրենք ընդունել ենք, մեր ենթակառուցվածքները կհամապատասխանեցնենք, այս դեպքում ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն միանց հակասող տնտեսական միություններ են, ինչ է լինելու վերջում։ Տեսեք, մենք ունենք փաստ, որ ձեր նշած օրենքը ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարարություններ եւ ունենք փաստ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Ես խնդրում եմ այս
դիտանկյունով դուք դիտարկեք հարցը։ Բայց նաև եղել ներողություն դիտարկում ենք նաև ԿՊ-ի կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու եւ ինչ որ փուլում անդամ դառնալու օրենքի նախագիծը, տեսնում ենք, որ քայլ է արվել ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ինչ է նշանակում քայլ է արվել ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ոչ մի բանի ընդդեմ, ոչ մի բանի ընդդեմ քայլ չի արվել, քայլ է արվել այն քայլերը, որ դուք տեսել եք եւ մենք այժմ ԵԱՏՄ անդամ ենք։ Բայց դուք ինչի եք այլ օրակարգ տեսել ենք ԵՄ-ին անդամակցելու, ԵՄ-ին մոտենալու քայլ ենք տեսել իշխանության կողմից։ Իսկ ելի եմ կրկնում ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն ինչքան էլ Հայաստանի իշխանություններն ուզեն երկու տեղում էլ լինեն, հնարավոր չի, աշխարհը չի պատկերացնում։ Կտեսնենք։ Դա ձեր գնահատականն է։ Դա ձեր սաստես Նարեկը ձեզ տեսակ, դա ձեր գնահատականն է, տեսնենք, բայց մենք ունենք իրավիճակ կրկնում եմ, իրավիճակ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ ունենք այն հայտարարությունները, որոնք որ արված են։ Ուզում եք ԵԱՏՄ անդամներս էլի երկու աթոռի վրա ոնց է։ Տեսեք, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ սա փաստ է, ես չեմ հասկանում, ինչ եք ուրիշ ման գալիս։ Դուք սադրանքի եք տրվում հիմա։ Նարեկ ասես չտրվեք սադրանքի։ Դուք եք վիբիայ սադրում։ Լսում եմ։ Ֆրանսիան եթե այսպես Հայաստանի տարածքով է դա ճանապարհը ապաշրջապատում, դա ԵԱՏՄ-ի չի խանգարում, երբ մենք ԵԱՏՄ-ի ոչ չի խանգարում։ Իրանը եւս ԵԱՏՄ-ի հետ ունի համաձայնագիր, ազատ առևտրի, ոչ չի խանգարում։ Այսօր մի տեսակ ֆորմի մեջ չեք, հարգելի լրագրող։ Մոդել պետք է ճանապարհին գործի թրիփի վրա, որ այսօր էլ դուք ֆորմի։ Արդեն քննարկումներ կան։ Բայց ես մենակ եմ, դուք շատ եք։ Հայ-ամերիկյան ինչ բիզնես մոդել է գործելու թրիփի վրա։ Արդեն կան քննարկումներ։ Ինչ բիզնես մոդել նկատի ունեք ճանապարհին կապված։ Իհարկե կան նման քննարկումներ եւ բայց այդ հարցը պետք է ուղղեիք պարոն Պապյանին, ով որ շատ անկեղծ ձեզ ուզում եմ պատասխանել հիմա, շատ ակտիվ աշխատում ենք ամերիկացիների հետ։ Իրենք արդեն ժամանել են Հայաստանի Շատ ակտիվ աշխատում ենք, շատ ակտիվ աշխատում ենք Շատ ակտիվ աշխատանք ինչ է նշանակում։ Օնլայն էլ հանդիպումներ էլ, դա մի գործընթաց է, որը մեկնարկել է, բայց ես հիմա լիազորված չեմ դրա մասով բրիֆինգ ունենալ ձեր հետ, ներողություն եմ խնդրում, բայց գործընթաց է, որը մեկնարկել է։ Աշխատանքային խումբ է, այսինքն ձևավորվել բան հաղթող։ Նաեւ։ Ես գիտեք, չեմ կարող հիմա, չեմ ցանկանա հիմա անձնավորել անուններ նշել, բայց չգիտեմ։ Տեսեք, սադրում եք, չգիտեմ, լիազորված չեմ այդ թեմայով խոսակցություն ունենալ ձեր հետ հարգելի գործընկերներ, բայց այսօր ուզում եմ արձանագրել, որ դուք ֆորմի մեջ չեք մի տեսակ։ Ուզում եմ հասկանալ, ռուս գործընկերների հետ ձեր շփումներում հնարավոր է այլ խոսակցություն է, նրանց հրապարակային հայտարարությունները նույն Օվերչուկի, լրիվ այլ խոսակցություն է, որտեղ ձեր ասածը, որ տարբերություն կապ չունի ԵՄ-ԵԱՏՄ-ն, ամեն դեպքում ռուս պաշտոնյաների դեպքում իրենք ավելի հստակ են դնում հարցը, կամ են ասում։ Ուզում հասկանալ, երբ որպես նաև հանձնաժողովի նախագահի շփվում եք ձեր ռուս գործընկերներին, ինչ խոսակցություն է, այսինքն հրապարակային խոսակցությունը։ Էլի շատ անկեղծ ձեզ պետք է պատասխանեմ, շատ անկեղծ։ Բավականին ջերմ շփումներ ունենք մեր ռուս գործընկերների հետ, որևէ խնդիր չունենք, թե անձնական շփման մեջ, թե գործնական հարաբերություններն, թե հանձնաժողովի հետ կապված հարաբերություններն, որևէ խնդիր չունենք։ Փոխադարձ այցեր ինչպես եղել են, այնպես էլ հիմա շարունակվում են եւ որևէ խոչընդոտ չկա եւ մեր քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ինչ որ բան աշխատանքային պայմաններում փոխելու օրակարգ չկա։ Պարոն Հակոբյան, ինչու իշխանությունը որևէ սեպտեմբերի 27-ին դրադուրս չգնաց։ Տեսեք, ես նաեւ շատ անկեղծ էլի պետքա ձեզ պատասխանեմ, որ Եռաբլուրում եւ այլ պատերազմի հետ առնչվող խորհրդանշական մեր սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, նաեւ առանց կոնկրետ օրերի եւ ես չեմ ուզում, որ սա մենք դարձնենք քաղաքական օրակարգ։
Եվ ուզում եմ ձեզ նաև ասել, որ այցեր պարբերաբար լինում են եռաբլուր, նաև առանց տեսախցիկների։ Տեսեք, այցեր լինում են եռաբլուր եւ մյուս մեր սրբավայրեր առանց տեսախցիկների։ Եվ ընդհանրապես ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է քաղաքական Ես պատասխանեցի հարգելի գործընկերներ, որ ես չեմ ուզում այս հարցը մենք քաղաքականացնենք։ Միգուցե, տեսեք, չեք զբաղվում քաղաքականությամբ։ Դուք զբաղվում եք։ Ես շատ հետևում եմ ձեր գործունեությանը։ Հնարավոր չէ պատկերացնել Նիկոլ Փաշինյան եւ առանց ռիլ ինչ որ այցի, հա, տեղ որ ռիլ չհրապարակվի, բայց այնուհետև երբ է վերջին անգամ օրինակ թիմը կամ վարչապետը գնացել, հա, եռաբլուր կամ ինչպես դուք եք ասում պատերազմի հետ կապված այլ խորհրդանշական վայր։ Վարչապետի այցերի մասին դուք կարող եք ստանալ պաշտոնական տեղեկատվություն իր մամուլից, մամուլի պատասխանատուներից, իր մամուլի հաղորդագրություններից։ Իսկ խմբակցության մասով մենք եւս ունենք մամուլի պատասխանատուներ, ովքեր դրանով զբաղվում են։ Հիմա ես չեմ կարող այստեղ նշել, թե մենք ուր ենք գնում, որտեղ ենք անցկացնում, որտեղ են բոլորը անցկացրել իրենց ամառային արձակուրդները կամ ձմեռային հանգիստը։ Ես չեմ կարող ձեզ մի վարքան, ես չեմ կարող եւ ձեզ չեմ կարող հիմա ձեզ տեղեկացնել, թե առաջիկա տոներին ով ուր է պատրաստվում գնալ եւ չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե կարող եմ ես տեսեք, ես հավաստիացնում եմ ձեզ եւ դուք նաեւ առաջիկայում կտեսնեք, որ այդ օրակարգը եւս կեղծ է, որովհետեւ սեպտեմբերի 27-ի հետ կապված այժմ նաև գործընթացներ կան, ես նաև որոշ ընթացք հետո, երբ ինչ-որ մի բան շրջանառվի, դուք կտեսնեք, ես չեմ ուզում հիմա դրա ով է հայտարարել, հա, Ռուբինյանը տեսեք, Ռուբինյանը տեսեք, պարոն Ռուբինյանը օրենք է նախապատրաստում, որը կդառնա խորհրդանշական օր եւ եթե մենք խուսափեինք որպես քաղաքական թիմ այդ օրակարգից մենք դա չէինք անի։ Արդյոք եղել է հրահանգ, այդ թվում նաեւ խմբակցությունից ձեզ, որ տեսեք, խմբակցության կամ նախ այդ հրահանգ կոչվածը մի քիչ գիտեք, ես հասկանում ձեր համար դժվար է անցալել, որ մեր մոտ քննարկումներով ամեն ինչը որոշվում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, մենք հավաքվում ենք, քննարկում ենք, ինչ եք տեսել։ Լսեք, ես ասում եմ խմբակցությունում ամեն ինչը, բայց այսօր վաբշ ընդհանրապես ֆորմի մեջ չէ։ Խմբակցությունում ամեն ինչը քննարկման, ժողովրդավարության, տեսեք, քննարկման, ոչ, նման բաներ չկա, ձեզ ով որ այդ ինֆորմացիան տվել է դա հնացած եւ շատ fake ինֆորմացիա, այդպեսի բան չկա։ Պարոն Հակոբյան, դուք որքան էլ ասում եք, ենթադրվում է, որ չեք գնացել եռաբլուր քվականից, որպեսզի չգիտեմ, գուցե ադրբեջանական կողմին չնեղացնեք, բայց երեք, այո, որովհետև իրենք ապահովի Լսեք, ով է ձեր տեքստերը գրում, բայց դուք երկու կայք եք ներկա, ես չէի նկատել, TV5-ը հասկանալի է, բա 24 նյուզը խիա, բայց այս հարցը TV5-ի անունից եք տալի, թե 24 նյուզի, այս հարցը TV5-ի անունից եք տալի, նորմալ է, 24 նյուզի իմ գործընկերներն են, կարծում կհավանեն, որ մենք չենք գնացել եռաբլուն, որ Ադրբեջանին չնեղացնենք։ Լավ է տեքստերը։ Մի հատ հարց էլի։ Ով է գրել, լավ է ժողովուրդ։ Ես խելացի անձնավորություն եւ կռահում եմ, որ այդ պատճառով չեք գնացել։ Իսկ Ալիևը ԱՊՀ միջոցառումն է անում, որտեղ իր Ես ձեր խելքի վրա չեմ կասկածում, բայց ես գիտեմ, որ հրահանգ է գալիս, պետք է անեք, նորմալ է։ Ես երբեք SMS դուք եք շատ ծանր տարել վարչության անդամ չդառնալը։ Ես նաև օգտվելով առիթից, շնորհավորում եմ վարչության իմ գործընկերներին, ովքեր որ ընտրվել են, իրենց բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում, վարչությունը շատ մեծ պատասխանատվություն է, ծանրաբեռնվածություն է
եւ վարչությանը եւ վարչության նախագահային առաջիկայում բավականին բարդ գործընթացներ են սպասվում, դա ընտրական process-ն է, դա տարբեր կազմակերպչական հարցեր է եւ ես շատ ուրախ եմ այս վարչության կազմով, որովհետեւ ես կարծում եմ ընտրվել են մարդիկ, ովքեր որ ունակ են առաջնորդել իշխող կուսակցությունը եւ իշխող խմբակցությունը։ Ձեր հարցը մի վարքան, շատ պրիմիտիվ եք, շատ, բայց ոչ, մի վարքան, շատ պրիմիտիվ եք, բայց ձեր հարցը շատ պրիմիտիվ, մի վարքան, շատ պրիմիտիվ հարց եք, շատ պրիմիտիվ, բայց մի վարքան լսեք ինձ, արձագանքեմ, հետո դուք արձագանք։ Շատ պրիմիտիվ հարց հնչեցրեցիք եւ ես կարծում եմ, որ գոնե դուք գիտեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ընտրությունները դրանք բաց, թափանցիկ process են։ Այո, ես չեմ ընտրվել, պատվիրակները ինձ չեն տվել համապատասխան քանակի ձայներ եւ ես չեմ ընտրվել, բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք առիթավորվել այդ առիթով, ինչպես դուք նշեցիք, եւ ես ձեզ խնդրում եմ, որպեսզի միմյանց նաեւ գնահատականներ հնչեցնելիս ավելի կոռեկտ լինենք։ Հիմա տեսեք, եւս մեկ անգամ շնորհավորում եմ իմ գործընկերներին, մաղթում եմ նրանց բեղմնավոր աշխատանք։ Ձեզ համար հարց է, Շարան Հակոբյան, ինչու պատվիրակները ձեզ չեն վստահել։ Ես կարծում եմ, որ նախ ես բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ եմ ունեցել, թե նախապես, թե հետագայում, եւ ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր պատվիրակներին, ովքեր որ ինձ ձայն են տվել։ 310 քանից։ Դուք ինձանից լավ գիտեք թիվը, տեսնում եք։ Շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր պատվիրակներին, ովքեր ինձ ձայն են տվել, բայց ուզում եմ նշել, որ բավականին լուրջ մրցակցություն կար վարչության հետ կապված ընտրություններում եւ ամենակարևոր արձանագրումը ուզում եմ անեմ, որ ընտրությունները անցել են թափանցիկ, որևէ շեղում չի եղել, այդքան երկար հաշվում էինք, որ հանկարծ ձեզանից որևէ մեկը չմտածի, որ հետո կարող է ինչ-որ խնդիր լինել եւ մի քանի անգամ հաշվելուց հետո պարզվել է, որ մեխանիզմը 100% ճշմարտությամբ աշխատում է եւ ոչ մի ձայնի շեղում չկա։ Պարոն Հակոբյան, իմ հարցին չպատասխանեցիք։ Իսկ դուք օրինակ ուրախ չեք, որ մենք ունենք կուսակցություն, որը ժողովրդավարության ճանապարհով ընտրվում է որպես կուսակցության ղեկավար մարմին եւ բայց եթե կուսակցության քաղաքական վերնախավը վարչությունը ընտրվում է պարզ ընտրության միջոցով, եթե դա ձեր համար ժողովրդավարություն չի, ուրեմն դուք ժողովրդավարության հանդեպ շատ թյուր պատկերացումներ ունեք, բայց էլի նորմալ է, իմանալով նաև ձեր լրագրողական գործունեությունը տասնամյակների, ես կարծում եմ, որ նորմալ է, որ դուք չեք ընկալում, որ կուսակցությունը իշխող կարող է լինել ժողովրդավար, դա նորմալ է։ Հենց ձեր նկատի չունեմ, էլի ամբողջ լրատվական դաշտի։ Պարոն Հակոբյան, դուք հիմա որպես ժողովրդավար կուսակցության ներկայացուցիչ իմ հարցին պատասխանեք։ Շատ լավ։ Դուք ինքներդ հասկացաք ինչու պատվիրակները ձեզ չեն վստահել։ Ես շատ անկեղծ զրույց է այսօր, տեսեք, անկեղծ զրույց է, այսօր անկեղծ զրույց է եւ ես այսօր անկեղծ զրույց է, անկեղծ պետքա պատասխանեմ ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Ես արել եմ իմ հետևությունները եւ մեր հարգելի սիրելի պատվիրակներին գոհացնելու եւ նրանց վստահությանը հաջորդ անգամ ավելի մեծ մասշտաբով արժանանալու համար ավելի շատ պետք է աշխատենք եւ շփվենք եւ մեր գործունեությունը կազմակերպենք իրենց հետ միասին։ Իդեպ մի բան ասեմ նախընտրական ցուցակի հետ, շատ կարեւոր, սա եւս առաջի անգամ է տեղի ունենալու, երբ մենք նախընտրական ցուցակը եւս ընտրելու են պատվիրակները, հուսանք որ այդ մեխանիզմը եւս կգործի։ Ձեր ընկերը ձեզ կարող է եւ չկարողանա աջակցել, հա, եթե այս նոր մոդելը գիտեք, բազմաթիվ ընկերներ կարող է բազմաթիվ ընկերներին չկարողանան աջակցել, դա նորմալ է եւ այստեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում։ Միգուցե ես նաեւ բազմաթիվ ընկերների չկարողանամ աջակցել, այստեղ որևէ խնդիր չկա, թեթև տարեք, Նարեկ ջան։ Ես թեթև եմ տալու, հավանական դուրս մնալ, ես նորմալ եմ, տեսեք, քաղաքական process-ները, դրանք process-ներ են, որոնք փոփոխման եւ շարունակականության մասին են։
Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ ազգային ժողովը կամ որևէ պաշտոն, որևէ նախարարի պաշտոն կամ փոխնախարարի պաշտոն կամ որևէ այլ պաշտոն նշանակովի եւ ընտրովի իր սեփականությունն է, ես գիտեմ, որ դժվար է հավատալ, որ իշխանության ներկայացուցիչը չի կարծում, որ որևէ պաշտոն իր սեփականությունն է։ Էլի ձեր տասնամյակների լրագրողական գործունեությունը այլ բան է ձեզ ցույց տվել։ Բայց հավատացեք, մեզնից ոչ ոք չի կարծում, որ որևէ պաշտոն իր սեփականությունն է։ Այդ թվում նաև ես։ Պարոն Հակոբյան, Աջա։ արտահանող ընկերությունները խնդիրների առջև են կանգնած։ Հայաստանում սպայկան գյուղմթերքը տանում է Ռուսաստան եւ չի հնարավոր չի լինում իրացնել։ Ի վերջո ինչ խնդիր կա եւ ինչ կանելով նշում է, որ ընկերությունը Ռուսաստանի իրավապանների հետ խնդիրներ ունի, բայց գյուղացիները, հա, որոնք վնասներ են կրում, այդ խնդրի լուծումը ինչպես է պատկերացնում։ Ես ճիշտն ասած խորապես խնդրին ծանոթ եմ միայն վերլուծական մակարդակով, բայց գիտեմ, որ այժմ գործընթացները կարգավորման փուլում են, եթե դեռ չեն կարգավորվել, ապա կարգավորման փուլում են, եւ նաեւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, որ քիչ առաջ նաեւ ներկայացուցիչը պարոն Պապյանը այստեղ էր, նախարարը անում է ամեն ինչ, որ նաեւ այդ հարցը կարգավորի։ Վերջ, շնորհակալ եմ շատ